Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 29-ն է, համոզված եմ բոլորդ էլ տպավորված եք երեկվա զորահանդեսից, առաջարկում եմ անպայման խոսել զորահանդեսից, թե ինչ կար զորահանդեսին, ինչ էր ներկայացված և ինչ հասկացանք, կարծում եմ շատ կարևոր հաղորդում կլինի, քանի որ կանդրադառնանք նաև Փաշինյանի հայտարարություններին զորահանդեսից հետո հայ-ռուսական հարաբերություններին շատ հարցեր կան վերաբերվող Ռուսաստանից նոր չափաբաժին կա սպառնալիքների, դա բնականաբար մեզ համար արդեն նորություն չէ, բայց այնուամենայնիվ պարտավոր է քննարկել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ռուսաստանը փաստացի նոր էմբարգո է մտցնում հայկական ապրանքների նկատմամբ, Ռոսսելխոզնադզորը նոր արգելքներ է սահմանում հայկական ապրանքների, նաև բանջարեղենի նկատմամբ եւ ելի շատ կարեւոր մի շարք իրադարձություններ, որոնք որ նույնպես պետք է քննարկենք Իրանի շուրջ, դրանից բացի փաստացի ռուս-ուկրաինական պատերազմը ավելի վտանգավոր երանգներ է ստացել եւ այն արդեն դուրս է գալիս այդտեղից եւ մտնում են ՆԱՏՕ-ի երկրներ, փաստացի այսպես արի կանվանենք, քանի որ Ռումինիային են հարվածել ռուսական անօթաչու սարքերը, շենքի են հարվածել, մարդիկ կան վիրավոր, սա շատ լուրջ իրավիճակ է ՆԱՏՕ-ի երկրների համար, Եվրոպայի համար, տեսնենք թե ինչպիսի արձագանք կլինի, դա էլ կքննարկենք, սակայն ամենակարևորը կարծում եմ մեզ համար հիմա սկսելն է երեկվա շքերթից, թե ինչ տեսանք եւ ինչ հասկացանք։ Ես ռազմական փորձագետ չեմ, ինձ շատ դժվար է դատել այնինչ տեսա դրա վերաբերյալ, բայց բնականաբար ես էլ ունեմ իմ պատկերացումները, քանի որ մենք միասին հետևում ենք տարբեր պատերազմների աշխարհում եւ կա ընդհանուր պատկերացում եւ ընկալում, միանշանակ ունեմ ինչ ասեմ։ Անպայման լայքեք, բաժանորդագրվեք, եթե մինչեւ հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Ուրեմն նախ պետք է ասել, որ 7 երկրից յուրոք զենք էր ներկայացված հանրապետության հրապարակում, բավականին տպավորիչ էր։ Մենք տեսանք պինակա համակարգերը Հնդկաստանից, Թոզար համակարգերը Ֆրանսիայի ճիշտ հայկական անվանումներ էին, ռադիոլոկացիոն պատերազմի միջոցները, միջայլոց ռադիոլոկացիոն պատերազմի միջոցները չափազանց կարևոր են։ Մենք չտեսանք ռուսական S-300-ները, ինզենք չկար փաստացի ներկայացված, բոլորը նոր ձեռքբերված զենքեր էին, բայց կարևոր է այստեղ նշել, որ հիմա երբ որ շեշտը դրվում է ռադիոլոկացիոն համակարգերի վրա, նաև շատ ճիշտ է այն առումով, որ ռադիոլոկացիոն համակարգերը, եթե ճշգրիտ լավ ճիշտ ձևով են աշխատում եւ նաև լավ մասնակիցներ են դրա վրա աշխատում, ապա դրանք կարող են խոցել, ոչնչացնել կամ դեզօրիենտացիայի ենթարկել թե դրոները, թշնամու դրոները եւ թե հրթիռային համակարգերը, նաեւ ինքնաթիռները, ուղղաթիռները բնականաբար ասեմ նույնիսկ ավելին, որ բավականին վերջերս ուկրաինացիները սեփական արտադրությամբ կարողացել են հասնել նրան, որ նույնիսկ Patriot համակարգերի հրթիռներ կարողանան պահպանել, այսինքն նույնիսկ ռուսական կինժալները եւ այլ ուղղորդվող հրթիռների տեղորոշումը խափանել են եւ այդ հրթիռները ուղղակի ընկնում էին դատարկ տեղերում, այսինքն շատ թանկարժեք հրթիռներ են Patriot-ի խնայում եւ հասնում են բավականին լավ հաջողակ արդյունքների։ Իսկ մենք գիտենք, թե հայկական ինժեներական միտքը ինչ ունակություններ ունի, հատկապես երբ որ խոսքը վերաբերվում է ռադիոլոկացիային։ Ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանում բավականին ամուր են հիմքերը, նաև ֆիզիկայի ինստիտուտի շնորհիվ եւ էլի միշտ էլ Հայաստանը զբաղվել է։ Միշտ էլ Հայաստանը բավականին առաջատար դիրքեր է ունեցել այդ ոլորտում, կարծում եմ գաղտնիք չէ, որ նաև խորհրդային շրջանում եւ ասածս այն է, որ նույնիսկ այդ լավ հաջողակ ռադիոլոկացիոն համակարգերը այնպիսի ճկուն զենք են, որոնց վրա կարելի աշխատել եւ որոնք կարելի է կատարելագործել կամ նորը ստեղծել, ուսումնասիրելով դրանց գործունեությունը։ Ինձ համար հատուկ ուշադրության էին արժանի դրոնները, քանի որ
Դրոներից թռչող, անօթաչու թռչող սարքերից ես որոշ կարելի ասել պատկերացում ունեմ այն բանից հետո, երբ որ 2 տարի առաջ ստացա այսպիսի մի դրոն Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր հետևորդներից մեկից ստացա այսպիսի նվեր դրոն DJI 2 IRS դրոնն է դա եւ բավականին հետաքրքիր դրոն է, քաղաքացիական, չինական։ Ինչի համար եմ ես սրա մասին պատմում, ասեմ, որ այս դրոնը հնարավորություն ունի թռչել մինչև 10 կիլոմետր, բայց մեկ ուղղության վրա 10 կիլոմետր, արդեն մարդկոցը կարող է չբավարարի եւ հետ չբերես։ Իսկ օդով 10 կիլոմետրը շատ մեծ երկար ճանապարհ է, կարող ես անցնել բավականին մեծ տարածքներ, կարող է բարձրանալ օդը, եթե իր ծրագրային արգելքները հանես մինչև 5000 մետր։ Իսկ ինչ մենք տեսանք հանրապետության հրապարակում, ինչի համար եմ ես սա ասում։ Քանի որ մենք տեսանք տարբեր դրոններ, որոնք որ կարող են շատ երկար թռչել, բայց որոնք որ նաև կարող են շատ կարճ թռչել։ Բայց մենք չտեսանք այդպես փոքրիկ դրոններ, որը որ ես ցուցադրեցի, ճիշտ է քաղաքացիական, սակայն կարևոր է մեկ բան նշել, որ Ուկրաինայում այս դրոնները 2 տարի առաջ շատ ակտիվ կիրառվել են։ Այս նույն դրոնները, քաղաքացիական դրոնները շատ ակտիվ կիրառվել են։ Եվ եթե օրինակի համար վերցնենք, որ այս դրոնների արժեքը օրինակի համար եմ ասում, մոտ 1000-1500 դոլար է նոր ժամանակակից դրոնների, սրանց ժամանակակիցները կարող են թռչել շատ ավելի երկար եւ օդում կարող են մնալ մոտավորապես 40-50 կամ 1 ժամ տևողությամբ եւ դրանց միջոցով ուկրաինացիները ոչ միայն հետախուզություն էին իրականացնում, այլ որոշների վրա նաև փոքրիկ ռումբեր էին կախում։ Դուք պատկերացնում եք ինչքան էժան լուծումներ են, բայց նման համակարգեր օգտագործելու համար բնականաբար լրիվ իր ծրագիրը պետք է փոխես, կառավարման միջոցները պետք է փոխես։ Եվ հետաքրքիրը այն է, որ մենք ինչ տեսանք հանրապետության հրապարակում, դրանք բնականաբար կոմերցիոն օգտագործման դրոններ չէին, մարտական, բավականին լուրջ դրոններն էին եւ դրա համար ինձ համար հասկանալի էր, թե ինչու դրոններ կային թռնում էին 30-40 կիլոմետր եւ ինչու դրոններ կային, որոնք որ հնարավորություն ունեն թռչել 2000 կիլոմետր։ Այսինքն տարբեր զորքեր կարող է տարբեր դրոններ օգտագործեն տարբեր պայմաններում։ Օրինակի համար իմ ուշադրությունը գրավեց այդ վերջին մեծ հսկա դրոնները, որոնք որ կարող են թռչել 2000 կիլոմետր, կարող են օդ բարձրանալ 8500 մետր, այսինքն 8 կիլոմետրից ավել կարող են վեր բարձրանալ եւ 2000 կիլոմետր կարող են առաջ շարժվել։ Եվ դա նշանակում է, որ այդ դրոնները ունակ են պատերազմ վարել նույնիսկ մեր տարածաշրջանից դուրս։ Հայտարարության մեջ հստակ նշվեց, որ այդ դրոնները բավականին անտեսանելի են օտարերկրյա ռադիոլոկացիոն համակարգերի համար եւ օդում կարող են մնալ 28 ժամ։ Պատկերացնում եք 24 ժամից ավել նրանք կարող են մնալ օդում։ Եվ դա նշանակում է այն, որ Հայաստանը իր տարածքից 2000 կիլոմետր հեռավորության վրա, բայց ուղիղ գծով, ոչ թե հասարակ ճանապարհով, ուղիղ գծով կարող է թիրախավորել ցանկացած օբյեկտ։ Բնականաբար մեզ պետք չի թիրախավորել օբյեկտներ այդպիսի հեռավորության վրա Հայաստանից դուրս, այնինչ Հայաստանը ունի պաշտպանության համար է, բայց ուզում եմ ասել այն, որ սա բավականին լուրջ զենք է եւ բավականին թանկարժեք է միանշանակ, այ թե որ երկիրն է դա արտադրել, կարծում ամենամեծ հետաքրքրությունը դա է հիմա Հատերը չեն խոսում դրա մասին, ես փորձեցի նաև համացանցում գտնել, արհեստական բանականություն օգտագործել, նույնիսկ արհեստական բանականությունն է հճճվում։ Գրեթե համոզված եմ, որ դա հայկական արտադրության չէ, եւ երկու արկած կա ընդամենը, երկու երկիր կարող է նման դրոններ արտադրել, դա Բայրակթար չէ, դա շատ ավելի լուրջ անօթաչու թռչող սարք է, որը որ կարող է արտադրել կամ Միացյալ Նահանգները կամ Չինաստանը։ Եվ շատ մեծ է դրա հավանականությունը, որ դա հենց չինական զենք է, չինական անօթաչու թռչող սարքեր են։ Բայց նույն ժամանակ ես գրեթե համոզված եմ, որ դա չափազանց թանկարժեք զենք է, եւ այդ զենքը
կարող է օգտագործվել եւ հիմնականում օգտագործվելու է բավականին թանկարժեք մեծ եւ շատ կարեւոր օբյեկտներ թիրախավորելու համար։ Բայց ավելացնեմ այն, որ եթե դա չինական է, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանից չի ունենա։ Սա էլ շատ կարևոր է նշել եւ ավելացնել։ Ես փորձում եմ օբյեկտիվ լինել, բայց կրկնեմ, ես տպավորված եմ կոնկրետ տվյալ դրոներով։ Սակայն ամենակարևորը այդ դրոնները չեն։ Ես ինչպես արդեն նշեցի, այդպիսի թանկարժեք լուրջ հնարավորություններ ունեցող դրոնները շատ մեծ թվականակ չունեն, քանի որ շատ թանկարժեք են եւ կօգտագործվեն միայն շատ կարևոր օբյեկտների նկատմամբ։ Իսկ ինչ է ցույց տալիս ռուս-ուկրաինական պատերազմը։ Եթե 6-7 ամիս առաջ մենք խոսում էինք, որ օրական Ուկրաինան կամ Ռուսաստանը օգտագործում են 200-300 դրոններ, ապա այսօր իրավիճակը լրիվ փոխվել է 7-8 ամիս անց։ Այսօր օրական օգտագործում են 800, 1000, նույնիսկ եղել են օրեր, որ 1600 դրոններ են օգտագործում կողմերը։ Եվ խոսքը կրկին մոտավորապես այս չափերի կամ մի փոքր ավելի մեծ դրոնների մասին է, որոնք որ դրոն կամիկադզե են կոչվում, FPV դրոններ են կոչվում, դրանք շատ ավելի էժան են, շատ անգամներով ավելի էժան են, բայց կարող են խոցել թշնամու կենթանական ուժը, շարժվող ուժը եւ նաեւ ցավոտ հարվածներ կարող են հասցնել տարբեր նավթի գործարանների եւ այլն եւ այդպես շարունակ։ Ճիշտն ասած, ես որքան հասկացա, Հայաստանը այդպիսի դրոններ շատ քիչ ցուցադրեց զորահանդեսի ժամանակ, իսկ ճիշտ կլինի, որ մենք ավելի շատ կենտրոնանք հիմա տվյալ դրոնների վրա, քանի որ եթե ասենք այն մեծ դրոնի արժեքը մի քանի միլիոն դոլար է, ապա փոքրիկ այդ կամիկադզե դրոնների արժեքը կարող է լինել մի քանի հազար դոլար, եւ այսօրվա պայմաններում Հայաստանը եւ Հայաստանի պես երկրները, եթե հանկարծ պատերազմի մեջ հայտնվեն, պետք է հնարավորություն ունենան էժան միջին հեռահարություն ունեցող դրոնները օգտագործել օրական հարյուրներով։ Եվ դա, ինչ մենք տեսանք Հանրապետության հրապարակում, կարծում եմ բավականին մոտ էր այդ գաղափարին։ Ես շատ կուզենայի գտնեինք այնպիսի ռազմական փորձագետ, ում հետ կարելի էր ավելի մանրամասն խոսել այս հարցերի շուրջ, եւ ես միանշանակ սիրով կհրավիրեի այդպիսի փորձագետին մեր եթեր, որպեսզի մենք քննարկեինք այդ կոնկրետ հարցը։ Հաջորդը հրթիռների մասին է։ Ես ասեմ, որ չտեսա Հանրապետության հրապարակում շատ հրթիռներ, բայց այսօրվա Իրано-ամերիկյան պատերազմը ցույց տվեց, որ Իրանի հիմնական զենքը դա հրթիռներն էին։ Հրթիռները եւ դրոնները։ Եվ հրթիռները այսօր կարծում եմ massամբ թերագնահատված են մեր կողմից հայկական պաշտպանության համակարգի կողմից։ Չեմ ասում, որ չկային, չեմ ասում, որ Հայաստանը չունի, բայց պետք է զբաղվի, ավելի լուրջ պետք է զբաղվի սեփական հրթիռների արտադրությամբ նույնպես։ Ընդհանուր առմամբ ես շատ գոհ եմ եւ տպավորված եմ այն ամենից, ինչ տեսա Հանրապետության հրապարակում, բայց կրկնեմ, չնայած որ ուղիղ եթերում մենք իմանում ենք ցուցադրված զենքերի հնարավորությունների մասին, բայց այնուամենայնիվ միանշանակ իմ մոտ զգացմունք առաջացավ, որ մենք շատ քիչ իմացանք յուրաքանչյուր զենքի մասին, ինչ ցուցադրվեց, շատ ավելի քիչ իմացանք, քան կարող էինք իմանալ։ Դրա համար, քանի որ այն արդեն ցուցադրվել է, այն արդեն տեսել են մեր հակառակորդները, ես կարծում եմ, որ իրոք կարիք կա, որ հանրությունը ավելի մանրամասն լսի յուրաքանչյուր զենքի մասին, իհարկե այն զենքերի, որոնք որ գաղտնիություն մեծ չեն պարունակում իրենցից։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ շքերթի մասին, պետք է ասեմ, որ այս ամենը Հայաստանը ձեռք է բերել ընդամենը 2-3 տարիների ընթացքում, քանի որ դրանից առաջ ամեն ինչ, գրեթե ամեն ինչ նրանք ուղարկում էին Արցախ։ Ես կարծում եմ, որ այդ մասին էլ դուք գիտեք, մենք միլիարդավոր զենքեր կորցրինք վերջերս Արցախում, չեմ էլ ուզում այդ մասին երկար խոսել, բայց այդ ամենից ելնելով հստակ հասկանում ես մեկ բան, որ այն ամենը ինչ ցուցադրվեց հիմա, ընդամենը 2-3 տարվա ձեռքբերումներ են, եւ այն նաեւ շնիկները ավելացնեն, որ ցուցադրվեցին ռոբոտացված շնիկները, դրանք էլ բավական հետաքրքիր կարևոր զենքեր են, դրանք
նորույթ են ընդհանրապես աշխարհում եւ դեռ շատ լուրջ զարգացման տեղ ունեն, բայց շատ լավ է, որ Հայաստանը գնում է այդ ուղղությամբ նույնպես։ Հիմա խոսենք քաղաքական հայտարարություններից, քաղաքական անցուդարձից, քանի որ դա նույնպես չափազանց կարևոր է, դրանից ավելի շատ ենք, եթե անկեղծ լինեմ, հասկանում։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները մամլոասուլիսը տեղի ունեցավ շքերթից հետո, գիտեք, եւ հիմնական հարցերը նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ էին։ Հիմա Ռուսաստանը այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ բոլորն են հիմա խոսում հայ-ռուսական հարաբերություններից կոնկրետ շատ ուժեղ ձևով փորձում են ազդել Հայաստանի հասարակության վրա, վախեցնել, որ ընտրեն պրոռուսական իշխանության ներկայացուցիչներ։ Գիտեն, որ դա իրենց չի հաջողվելու, բայց այնուամենայնիվ ահռելի մեծ աշխատանք է տարվում։ Եվ Փաշինյանը անդրադառնալով այս հարցին հստակ նշեց, որ մեր ռազմավարությունը մնում է նույնը, մենք Ռուսաստանի գործընկերների հետ հանգիստ առանց նյարդերի համբերատար կաշխատենք եւ բոլոր խնդիրները կլուծենք։ Այնինչ ես ասել եմ բազմիցս, եւ սա պետականամետ մոտեցում է։ Իրոք նյարդեր չպետք է լինեն։ Երբ մենք խոսում ենք Հայաստանի շահերից, եթե նյարդեր լինեն, միանշանակ մենք ավելի շատ վնաս ենք տալու մեր երկրին։ Բայց նույն ժամանակ շատ կարևոր հստակեցում է անում Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ չի լինելու որևիցե հարց, որտեղ որ Հայաստանը այլևս այլընտրանք չի ունենալու։ Եվ նա օրինակ է բերում այսօրվա, իսկական երեկվա արդեն շքերթը, որ 7 երկրներից Հայաստանը զենք է ստացել։ Մենք գիտենք բնականաբար Ռուսաստանը, մենք գիտենք Հնդկաստանը, Ֆրանսիան, մնացած երկրների մասին մենք շատ տեղեկություն չունենք, հավանաբար նաև Չինաստանը, ինչպես արդեն նշեցի, էլի երկրներ կան, որոնց անունը չի տրվում, բայց Հայաստանը զենք է ստանում։ Եվ սա նաև շատ կարևոր ուղերձ էր Ռուսաստանի Դաշնությանը, որ Հայաստանը ունի այլընտրանքներ, եւ Փաշինյանն ասում է, որ այլևս որևէ հարց չի լինելու, որ Հայաստանը այլընտրանք չունենա։ Եվ ԵԱՏՄ-ի մասով էլ հստակ պարզաբանում է, որ մենք ոչ միայն դուրս չենք գա հիմա ԵԱՏՄ-ից, այլ նաև կօգտագործենք մեր հնարավորությունները պաշտպանելու Հայաստանի տնտեսական շահը։ Ու նույն ժամանակ Փաշինյանը ավելացնում է, որ ինքը շատ ուրախ է, որ հիմա Կարս-Ախալքալակ երկաթուղին բացվեց եւ հիմա ուսումնասիրելու են, թե ինչ հնարավորություններ այն կտա Հայաստանին, ինչպես պետք է աշխատել այդ երկաթուղու միջոցով։ Շարունակելով ռուս-հայկական թեման, Փաշինյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, սպասվում են միլիարդների ներդրումներ Հայաստանում։ Եվ այո, կան գործընկերներ, որոնք որ որոշակի նյարդեր են առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում։ Փաշինյանը նաև ասում է, որ մենք մեր սեփական երկաթուղին չենք կարող թողնել, որ մնա մետաղի ջարդոնի կարգավիճակում։ Սա շատ կարևոր եւ հստակ ուղերձ է Ռուսաստանի Դաշնությանը, որ Հայաստանը չի կարող թողնել իր սեփական երկաթուղին ջարդոնի կարգավիճակում։ Եվ հստակ պարզաբանում է, նաև ռուսների համար է պարզաբանում, հասկացնում է նաև ժողովրդին, որ սա ուղղակի պրինցիպ չէ։ Հայկական երկաթուղին տարանցման շատ մեծ պոտենցիալ ունի եւ Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ, որպիսի փոխշահավետ լուծումներ գտնեն այս հարցի շուրջ։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ արդեն վերցնենք մենք մեր երկաթուղիները Ռուսաստանի ձեռքից, քանի որ իրոք որ չափը անցնում են, մենք տեսնում ենք Ռոսսելխոզնadzորի վերջին հայտարարությունը, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակում կմտցվի, կարևոր խոսք է ժամանակավորապեսը, Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պեղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելակի ներմուծման վրա։ Նաև կրկին ջերմուկից են խոսում, ջերմուկն են արգելել Ռուսաստանում, գիտեք, նորություններ չեն, եւ Հայաստանը փաստացի էմբարգո է մտցնում հայկական ապրանքների նկատմամբ, որպեսզի այդպես եւս ժամանակավոր, ինչպես իրենք նշում են, ազդեն ընտրությունների արդյունքների վրա, ժամանակավոր դադարեցնում են, որպեսզի ազդեն Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների վրա։
Հիմա այլ Շայգուն է ամեն օրվա ռեժիմով սկսել արտահայտություններ անել, հայտարարություններ անել Հայաստանի մասով, ասում է, որ Հայաստանը շատ վատ է, որ Եվրամիության հետ մոտենում է, ինչպես նաև Միացյալ Նահանգների նահանգները նույնպես ավելացրին այդ ցուցակի մեջ։ Ընդհանուր առմամբ շատ նոր չէ այս հայտարարությունը, այսինքն նոր արված հայտարարություն է, բայց միտքը նոր չէ, բայց նույն ժամանակ շտապում է պարզաբանել, որ Ռուսաստանի Դաշնությունը չի դուրս բերելու իր ռազմաբազան Հայաստանից, իբր այդ ռազմաբազան պաշտպանում է Հայաստանը, թե ինչով են պաշտպանելու կամ այսօր կարող են պաշտպանել եւ ցանկությունն են պաշտպանելու, սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում մեզ մոտ, եւ այդ գործողություններից ու սպառնալիքներից հետո իրոք ռազմաբազայի մնալ չմնալը արդեն լուրջ քննարկման թեմա պետք է դառնա Հայաստանի ներսում, հասարակության շրջանում։ Ես նախկինում նման բաներ չէի ասում, բայց իրենց պահվածքից ելնելով, եթե ընտրություններից հետո շատ արագ խելքները գլուխները չհավաքեն, ես կարծում եմ, որ քննարկման հարց է դառնալու իրենց մնալ չմնալու հարցը Հայաստանում։ Շայգուն նաև ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև կնքված ռազմավարական հարաբերությունների համապարփակ այդ կարևոր փաստաթուղթը շատ ավելի նման է աջակցության ընտրություններից առաջ Փաշինյանին։ Այդպիսի հայտարարություններ է անում Շոյգուն, այդպիսի հայտարարություններ են հնչում Ռուսաստանի Դաշնությունից։ Հիմա սիրելի հայրենակիցներ առաջարկում եմ խոսել նրանից, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Վերջին օրերին մենք շատ ենք խոսել Ռուսաստանի դիրքորոշման մասին, Ռուսաստանից հնչող հայտարարությունների մասին։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ ընտրություններից հետո շատ բան կփոխվի, կարևորը մենք դիմանանք։ Դրա համար չեմ կարծում, որ հիմա երկար էլի իմաստ ունի նստել եւ վերլուծել, խոսել ռուսական հայտարարությունների շուրջ։ Ուրեմն օրվա կամ առավոտյան ամենակարևոր հարցը, քննարկող հարցը միջազգային մամուլում դարձել է Ռումինիայի վրա ռուսական ամենաչորսող սարքի հայտնվելը, ճիշտ է դեռ քննարկում են այն ռուսական է թե իրանական շահեդ անօթաչու սարք է արձակված Ռուսաստանի Դաշնության կողմից, հաստատի այդ անօթաչու շահեդը հարված է հասցրել Ռումինիայում շենքերից մեկին եւ կան վիրավորներ։ Վիրավորներից մեկը 14 տարեկան երեխա է, երկու վիրավոր կա եւ ամբողջ շենքը 70 հոգի արագ տարհանել են, արդեն իսկ արձագանքել է Ռումինիայի արտգործ նախարարությունը, շատ կոշտ է արձագանքել, բայց սա նախնական արձագանքն է, դրանից բացի Ռումինիան արդեն տեղեկացրել է ՆԱՏՕ-ին կատարվածի մասին։ Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչ արձագանք կլինի ՆԱՏՕ-ի կողմից, Եվրամիության կողմից։ Ռուսաստանը հավանաբար փորձում է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության նյարդերը, տեսնենք թե ինչ արձագանք կլինի, քանի որ արձագանք չլինելու պարագայում կարող շատ ավելի վատ հետևանքներ նաև լինեն, եվրոպական այլ երկրների նկատմամբ, փաստացի այս պատերազմը արդեն տեղափոխվում է Եվրոպա, առաջին անգամ է, որ Եվրոպայում, իսկ Ռումինիան Եվրամիության անդամ է, ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրոպայում մարդիկ են վիրավորվում ռուսական անօթաչու սարքերի ուղիղ հարվածի հետևանքով։ Հիմա խոսենք թե ինչ կա Իրանի շուրջ։ Ուրեմն երեք տեղեկություն ստացվեց, Axios-ներ այս մասին տեղեկացնում Reuters-ը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը 60-օրյա հրադադարի շուրջ պայմանավորվել են։ Ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվելու են եւ այդ պայմանավորվածությունները հրադադարը տևելու է եւս 30 օր։ Իրանը բացելու է Հորմուզի նեղուցը եւ 30 օրերի ընթացքում պետք է ականազերծի նաեւ Հորմուզի նեղուցը, բայց այստեղ էլ բայցերը շատ են, դրա համար բայց եմ ասում։ Թրամփը դեռևս վերջնական հավանության չի արժանացրել այդ փաստաթուղթը, չի ստորագրել եւ տեսնենք թե ինչ ընթացք ունենա այս ամենը։ JD Vance-ն էլ է հայտարարությամբ հանդես եկել Իրանի մասով, պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես։ Իրանը կրկին չի ցանկանում վերջնական համաձայնվել հարստացված ուրանի շուրջ։ Այդ հարցն է, որ հիմնական խոչընդոտն է այս բանակցությունների մեջ։ Եվ դրա համար Թրամփը ասում է, որ կարող է շատ ցավոտ հարվածենք Իրանին, եթե շատ երկարացնեն, մենք կհարվածենք։ Եվ ասեմ, որ բավականին լարված է, այնուամենայնիվ լարված է
իրավիճակը Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, չնայած որ բանակցությունները շատ ակտիվ են եւ գրեթե ամեն ինչ կարծես համաձայնեցված է, շատ փոքրիկ, բայց շատ կարևոր դետալներ են մնացել, մենք տեսնում ենք, որ Իրանը 3 հերթիրներ է արձակել 3 նավերի ուղղությամբ Հորմուզի նեղուցում, որոնք որ փորձում էին առանց թույլտվության հատել շրջափակումը։ Դրանց բացի Reuters-ի հաղորդմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները խոցել են իրանական 4 անօդաչու թռչող սարք, հարված հասցրել Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքում գտնվող կառավարման ցամաքային կայանին իրանական, որը որ պատրաստում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի նկատմամբ արդեն 5-րդ ԱԹՍ-ն արձակել։ Այսինքն հարված են հասցրել ամերիկացիները Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում գտնվող կառավարման ցանցային կենտրոնին իրանական։ Սակայն շատ կարևոր է այստեղ ավելացնել, որ Reuters-ը հաղորդում է, որ գործողությունները եղել են զուտ պաշտպանական բնույթի, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները համարում են, որ իրենք հրադադարը չեն խախտել, քանի որ այդպիսի ակտիվություն է եղել եւ իրանցիները պատրաստվում էին 5-րդ ԱԹՍ-ն ուղղորդել դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգների նավերը, իրենք այդպիսի գործողության են դիմել։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։